Բարև ձեզ, հարգելի քաղաքացիներ։ Եթերում նորից ծովից ծով ոդքասթն է, Կիրակնորյա ոդքասթը, որը ինչպես միշտ ձեզ համար վարում են Ռուբեն Մելիքյանը Երևանից եւ Աղասի Ենոքյանը Հյուսիսային Կալիֆոռնիայից։ Ողջույն Աղաս։ Ողջույն Ռուբեն ջան, բարև ձեզ սիրելի դիտողներ, սիրելի ընկերներ։ Այսօր մեր 26-րդ հաղորդումն է։ Այո, մոտենում ենք 30-րդ թողարկմանը եւ առիթը օգտագործելով մինչեւ այս շաբաթվա կարևոր իրադարձությունները քննարկելը միանգամից խնդրենք եւ կոչ անենք մեզ դիտողներին, որ առաջին լայքեն, եթե հավանում են մեր հաղորդումը, երկրորդ մեկնաբանություններ գրեն, որոնք մենք օգտագործում ենք, կարդում ենք եւ հետեւություններ ենք անում, եւ երրորդ նկարագրությունում դրված են այն բոլոր ճանապարհները, որոնցով հնարավոր է օգնել մեր ընկերներին, Anti-Fake թիմին, որի պլատֆորմում մենք հեռարձակվում ենք, որպեսզի նրանք տեխնիկապես բարելավեն իրենց հաղորդումները, իսկ այդ բարելավումները ձեր աչքի առաջ են, դրանց մի շատ փոքր դրսևորումն էլ հենց այն է, որ արդեն որիորդ հաղորդումն է, տակը ինչ որ մեկը անպայման պետք է գրի, այդ ոնց եղավ է, որ մեկը Երևանում է, մյուսը Ամերիկայում է, բայց նույն ինտերիերն է, դա կատարվում է վիրտուալ ճանապարհով, բարձր տեխնոլոգիական միջոցներով։ Հարգելի քաղաքացիներ, մի փոքր դրսևորումն է, բայց բնականաբար խոսքը վերաբերում է շատ ավելի լայն սպեկտրին, Anti-Fake-ի հովանավորները դուք եք եւ խնդրում ենք, ովքեր որ հարկ են համարում, հնարավորություն ունեն, ճիշտ են դա համարում, օգնեն մեր Anti-Fake-ի գործընկերներին։ Այսպիսի մուտքի խոսք։ Եվ այս շաբաթվա իրադարձությունների քննարկումը շատ բուռն իրադարձություններ էին, երևի թե սկսենք ամենակարևոր կարծում եմ քաղաքական իրադարձությամբ, վերջապես impeachment-ի գործընթացը որոշակիորեն տեղից շարժվեց, խոսակցությունների, քննարկումների մակարդակից անցավ քաղաքական այսպես ավելի բարձր մակարդակին, ՀՀԿ խորհուրդը ուրբաթ օրը հայտարարեց այն մասին, որ նրանք պատրաստվում են տեխնացու առաջադրել եւ քիչ առաջ նկատեցինք Հայկ Մամիջանյանի գրառումը այն մասին, որ տեղի ունեցել պատիվ ունեմ խմբակցության նիստ եւ միաձայն որոշվել է ներկայացնել որպես impeachment-ի տեխնացու ներկայացնել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին։ Ինչ կարծիք ես այս նորության մասին։ Հենց քիչ առաջ մենք չենք հասցրել քննարկել։ Ուրեմն ասենք մեր դիտողների համար, որ այս հաղորդումը մենք նկարում ենք նախապես եւ սա այս պահին նկարահանման պահին է շատ թարմլուր, կարծում եմ որ երբ որ հաղորդումը կլինի եթերում, արդեն քաղաքականությամբ հետաքրքրվածները, ովքեր որ երևի մեր ամենահիմնական թիրախն են, ամենաշատ դիտողներն են, նրանք արդեն այդ մասին լավ տեղեկացված կլինեն։ Իսկ ինչ վերաբերում է Դավիթ Համբարձումյանին, ապա պետք է նշենք այն, որ փաստորեն ինքը առաջին իսկ օրվանից Նիկոլի իշխանության գալու եղել է նրա ուրեմն հարցակումների թիրախում, բայց այնուամենայնիվ ինքը կարողացել է ցույց տալ շատ հստակ ուրեմն քաղաքական բնութագիր, քաղաքական բնավորություն, դիմացել է այդ ամեն ինչին, նաև իհարկե շատ լավ մենեջեր է, այսինքն եւ քաղաքական եւ կառավարչական առումով ինքը ես կարծում եմ որ ամբողջովին բավարարում է տրվող պահանջներին վարչապետի տեխնացուի համար։ Մի քանի բան էլ ես ավելացնեմ, այդ որ ասում ես ամենասկզբից, բառացիորեն առաջի օրերից։ Ապրիլին նույնիսկ 2018 թվականի ապրիլի վերջին, եթե ոչ կամ մայիսի առաջի օրերին։ Մի խոսքով Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումը սկսվել է Դավիթ Համբարձումյանի նկատմամբ քրեական հետապնդմամբ, այն ժամանակ արդեն Մասիսի քաղաքապետ 2016 թվականին ընտրված Մասիսի քաղաքապետ եւ մեծ գողգոթա է անցել, ձերբակալում, կալանավորում, ինքը այլ հարազատներ
ես այտենց շատ մոտիկից չէի հետևում, որովհետև գործով զբաղվում էր մեր լավ ընկեր փաստաբան Տիգրան Աթանեսյանը, ես հիշում եմ թե ինչպիսի հարձակում էր Տիգրան Աթանեսյանի նկատմամբ էլ ուր մնաց Դավիթ Համբարձումյանի նկատմամբ այդ հսկայածավալ հարձակումը, բայց Դավիթ Համբարձումյանը պատվով այդ ամեն ինչը դիմագրավեց այն ժամանակ, երբ որ հայերի 90, երևի չեմ սխալվի, ասեմ 99%-ը նիկոլական էին 2018 թիվը, այն որ ահավոր էր ուղղակի այդ ճնշմանը դիմանալը, բայց Դավիթ Համբարձումյանը տղամարդավարի այդ ամեն ինչին դիմագրավեց, հերիք չի այդ ամեն ինչին դիմագրավեց, եկավ 2021 թվականը, երբ որ մեծագույն ֆրուստրացիայի մեջ էր մեր հանրությունը 2021 թվականի ընտրություններից հետո, նկատի ունեմ խորհրդարանական, եւ դեկտեմբերին էր Մասիսի ընտրությունը, եւ դեկտեմբերին բավական ուժեղ էլ տեխնացու էին առաջադրել, մարզում հարգված, եթե չեմ սխալվում, այդ մարդը արդեն մահացավ որոշ ժամանակ առաջ, ամեն դեպքում հիշում եմ, որ բավական հարգված մարդ էր նաեւ իր հակառակորդը ՔՊ-ի կողմից նշանակված, բայց Դավիթ Համբարձումյանը նորից կարողացավ բավական համոզիչ հաղթանակ տանել մեծ ռազրիվով 2021 թվականի դեկտեմբերին, նորից ասեմ են ճնշված վիճակում, երբ որ խորհրդարանական ընտրությունից հետո մենք բոլորս գնում էինք հաղթանակի, բայց եղավ այդպիսի խայտառակ պարտություն ընդդիմության, եւ Դավիթ Համբարձումյանը առաջինն էր, որ հաղթեց ՔՊ-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում 21 թվականի այդ ծանր պարտությունից հետո, ընդդիմության ծանր պարտությունից հետո։ Դրանից հետո քրտնաջան աշխատանք, գիշեր-ցերեկ աշխատանք, առանց լայվերի, առանց լայքերի, առանց տենց մեծ խոսալու, մարդը ամրապնդել է իր հարգանքը իր ընտրողների մոտ, քաղաքացիների մոտ, եւ ես կարծում եմ, որ այս ընտրությունը շատ իմաստուն ընտրություն էր նաեւ, ուրախ եմ, որ Դավիթ Համբարձումյանը այս ծանր խաչը կրելուն համաձայնվել է եւ կարծում եմ նաեւ Դավիթ անունը կրողների համար սա նաեւ հատուկ նշանակություն ունի, որտեվ Դավիթները սովորություն ունեն հաղթելու գողիատներին։ Դե ինչ, պարոն Համբարձումյանին ցանկանանք հաջողություն, ցանկանանք մեր հասարակությանը համախմբում, ուրեմն այս տեխնացուի շուրջ եւ Նիկոլի ռեժիմի հեռացում, որովհետև սա կարևոր ձևերից մեկն է, չէ, տեխնացու գտնել եւ տեխնացուի անունով գնալ տարբեր այդ քաղաքական եւ իրավական process-ների միջով, Հիմա ինչ է ուզում ասել, քանի որ քաղաքական ուժերի մեկնաբանությունները, մոտեցումները դեռևս չկա այս տեխնացուի նկատմամբ։ Այո, որտեղ քիչ առաջ տեղեկացած ընդամենը, այո։ Ես ուզում եմ առաջարկել մյուս կարևոր թեման քննարկենք կամ շարունակենք քննարկել, որ անցած անգամ մենք սկսել էինք, դա ուրեմն Նիկոլի եւ նրա վարչախմբի հարձակումներն են եկեղեցու նկատմամբ, մանավանդ որ այս անգամ շատ անուղղակի, ուրեմն Նիկոլը մի նոր քայլ արեց, որը որ ցույց է տալիս նրա վերաբերմունքը մեր եկեղեցուն, խոսքը վերաբերում է ուրեմն ադրբեջանցիներին այդ Կուրբան Բայրամի օրվա կապակցությամբ շնորհավորելն է։ Եթե ես ճիշտ եմ հիշում, ասենք օրինակ քրիստոնեական կարևոր տոների հետ կապված, օրինակ հարության տոնի հետ կապված Նիկոլը, ասենք հայ ժողովրդին կամ հայ եկեղեցուն չի շնորհավորել, հա։ Դե չէ, ինչ որ սաղմոսներ էր կարդում, չէ, այնց ուղերձներ հղում է, մենք ուղղակի քանի որ դրանք չենք ֆիքսում, չենք կենտրոնանում, բայց չէ, ճշմարտության դեմ չմեղանչենք, ինչ որ շատ տարօրինակ շնորհավորանքներ այդ ժամանակ տալիս է, այսպես ոչ մեր եկեղեցու, այլ բողոքական եկեղեցիների աստվածաշնչի մասը կազմող սաղմոսների ընթերցում է սովորաբար անում այդ օրերին, բայց անում է, իհարկե անում է, դա չէր կարող չանել, մի քիչ շատ կլիներ որ չաներ, դեռ ժամանակը կգա դա էլ չի անի իհարկե, բայց հա սխալ բան չասենք։ Ուղղակի աննախադեպեր են, որ այն մարդկանց Կուրբան Բայրամն է շնորհավորում,
իրականում որևէ խնդիր չկա որևէ ազգի տոնացույցի հետ, դա ես ուզում եմ հատուկ ասել, ասինքն այստեղ ամեն ժողովուրդ իր տոնացույցը ունի, իր կրոնական տոնացույցը եւ այլն, բայց սա, գիտեք, սա պետք է դիտել որպես եթե սա լիներ հավասարը հավասարի վրա գտնվող ինչ որ, չգիտեմ, գործընթացի մաս հանդիսացող բան, դա ինչ որտեղ կարելի էր նաեւ տենց հասկանալ, բայց սա պետք է դիտել ադրբեջանցիների չէ Իլհամ Ալիևի կոշիկը լիզելու, կներեք, սա Նիկոլի բառն է, իմ բառը չի, այն ժամանակ էր ինքը ուրիշներին մեղադրում, ընդհանուր տրամաբանության շրջանակներում, եւ սա է զզվելի։ Ինձ համար զզվելին սա է։ Մնացած մասով հիմա ժողովուրդ է եւ այլն, հիմա իր տոնն է, թող նշի, այդ չի հարցը։ Բայց սա նպատակադրման առումով է զզվելի, էլի, այսինքն սրա նպատակը ո՞րն է։ Այո, այսինքն ինչ որտեղ այստեղ պետքա նկատեք մանավանդ այս լարված իրավիճակում, սա դեմարշ է ուղղակի հայ եկեղեցու դեմն է։ Էդ էլ երկրորդ կտորը, հա, այսինքն ինքը առավոտը հերթական քայլն է անում մեր վեհապարին նվաստացնելու, իրիկունը գնում բանա Կուրբան Բայրամը շնորհավորում։ Ալաշիկի է շնորհավորում։ Հա, գնում է այն մարդուն է շնորհավորում, որը որ սկսեց Գարեգին վեհապարի նկատմամբ այս արշավը, որտեղ հիշենք, որ Փաշազադեն սկսեց, Փաշինյանը շարունակեց։ Մոտարապես 10 օր առաջ, դա գուցե մեր քաղաքացիները չեն հիշում, բայց առաջի զարկը հենց Փաշազադեն տվեց Կովկասի մահմեդականների առաջնորդը, այսինքն Ադրբեջանի կրոնական առաջնորդը, այսպես կարող ենք ասել։ Որպես որ այս խնդիրը կարծես թե դեռ լուծված չի եւ ոնց որ ասում են դեռ շատ ջուր կքաշի, բայց մինչև այդ, հա, խնդիրը լուծված չի, բայց ես ուզում եմ սիրուն կապեմ առաջի հարցը երկրորդ հարցի հետ։ Եթե դեմ չես, մի հատ սիրուն կապ տանք այդ երկուսի մեջ, հետո նոր անցնենք շարունակենք եկեղեցու հետ կապված հարցի քննարկումը։ Օրինակ դու ինչ կապ ես տեսնում առաջի եւ երկրորդ հարցերի միջև, ինչ որ հետաքրքիր մտքեր էին եկել, ուզում եի կիսվել միջև այդ քեզ հարցնեմ։ Դրանք ինչ որ կերպ մեկը մյուսի վրա կարող են ազդել։ Նկատի ունեմ impeachment-ի գործընթացը սկսելու համար անհրաժեշտ տեխնացուի առաջադրումը եւ եկեղեցու նկատմամբ հարձակումը։ Թվում է թե սրանք իրար հետ ոչ մի կապ չունեցող բաներ են, երևույթներ են, բայց ես այլ կարծիք ունեմ, եթե դու ինչ-որ բան ունես ասելու, ասա, հետո ես իմ ասեմ։ Ես կարծում եմ, որ առաջի հերթին երևի թե Նիկոլը իր ուշադրությունը արդեն կվերադարձնի քաղաքական դաշտ, կփորձի ուրեմն նորից կենտրոնանալ խնդիրների վրա, այսինքն նրա իմ ասած կվերադարձնի քաղաքական դաշտի, նկատի ունեմ նորից քրեական գործեր կհարուցի, նորից ուրեմն ինչ-որ կոռուպցիոն հին սկանդալներ կվերհանի, հա, ցույց տալով, որ նախկիններն են հետ գալիս, ցույց տալով, որ այս ամեն ինչը ուղղված է ուրեմն հայ ժողովրդի դեմ, հա, եւ այս առումով հնարավոր է, որ հարձակումները եկեղեցու նկատմամբ թուլանան։ Այ հենց սա է հարցը։ Ես ինչ էի մտածում։ Ես ես մի քիչ մի փոքր հերվից գամ, ասում եմ, այսօր ընդդիմադիր հայացքներ ունեցողների շրջանակում կա մեծ հաշվով երկու հոսանք։ Հոսանք առաջին իմ կողմից չընդունված մոտեցում, որ եկեք նստենք սպասենք 2016-ին, տեսնենք ինչ կլինի։ Ընթացքում օրինակ 26-ին 16 ասեցի, հա, 26-ին։ Հա, 26-ին սպասենք, տեսնենք ինչ կլինի, փորձենք ընտրություններով հաղթել Նիկոլին։ Ընթացքում, որպեսզի ինչ որ քաղաքական process-ի տպավորություն լինի, հարցեր են լինում խորհրդարանում, սուր հարցեր են հնչում խորհրդարանում, դրանց հնչում են ավելի սուր պատասխաններ, երբեմն տենց ձեռնամարտ չասեմ, բայց տենց համարյա բրդբրթոցի աշճան հասնող բաներ, պատասխաններ են ստանում, բայց հեռարձակվում են հմեկներով միայն պատասխան ստանում են ԿՊԱ-ականները իրենց արձագանքներին, բայց հմեկներով հեռարձակվում են միայն իրենց արձագանքները, որովհետև կնոպկան իրաց ձեռնա, որ միկրոֆոնը կուզեն կմիացնեն, որ միկրոֆոնը կուզեն կանջատեն, շատերը խորհրդարանում, ովքեր որ այս մոտեցման մեծ հաշվով կողմնակից են, իրենց շատ արժանապատիվ են պահում, ցավոք սրտի նաև հակառակ դեպքերը կան, որը շատ ցավալի է յուրաքանչյուրիս համար, բայց այսպիսի գործընթացի, այսպես սա է գործընթացը քաղաքական գործընթացը երկու
այս հոսանքի շրջանակներում երկու այսպես հատկանիշ ունի, հատկանիշ առաջին ոչ մի բան չենք անում, սպասում ենք 26-ին, հատկանիշ երկրորդ ժամանակը լցնում ենք խորհրդարանական հարց ու պատասխանի հիմնականում կամ հայտարարությունների քաղաքական process-ի իմիտացիայով որակում այս բանը չտամ։ Սա մի հոսանք։ Մյուս հոսանքն էլ այն է, որ եկեք ամեն ինչ անենք, որպեսզի բանը չհասնի 2026-ին, որովհետև եթե Նիկոլը լինի իշխանության, նա գերմոտիվացված է ընտրությունները չպարտվելու եւ իր լծակները օգտագործելով, իր վարչական ռեսուրսը օգտագործելով ամեն ինչ կանի, որ ընտրություններում գրանցի հաղթանակ, ոչ թե հաղթի, այլ գրանցի հաղթանակ։ Եվ ոչ մի բանի արժև չի կանգնի եւ այլն։ Եվ այս երկրորդ հոսանքի ներկայացուցիչներն ասում են, որ պետք է զրկել Նիկոլին ընտրությունները անցկացնելու առանձնաշնորհից, պետք է զրկել վարչական ռեսուրսից եւ պետք է ամեն ինչ անել, որպեսզի մինչեւ 26 թվականը Նիկոլը չլինի Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Այս երկրորդ գործընթացը շատ ավելի բազմաբնույթ գործիքակազմ է ենթադրում։ Ստիպում է օրակարգ ձևավորում, որպեսզի իշխանությունները կենտրոնանան դրա վրա։ Առաջի հոսանքը որևէ օրակարգ բացի հարց ու պատասխանից մեծ հաշվով չի ենթադրում։ Ինչը լայն հնարավորություն է տալիս նախաձեռնել իշխանություններին նոր գործընթացներ։ Այսինքն այն ժամանակ, երբ մեր քաղաքական դաշտում տիրապետող էր առաջի հոսանքը, դա Նիկոլին հնարավորություն տվեց պլանավորել եւ իրականացնել այս լկտի հարձակումը եկեղեցու նկատմամբ։ Եթե ընդդիմությունը ինքը ամբողջ ծավալով, ամբողջ ուժերով, ինքը իմպիչմենտի գործընթացի կամ որևէ այլ գործընթացի այսպես նախաձեռնություն դրսևորեր, վստահեցնում եմ Նիկոլ Փաշինյանը չէր կարողանա որևէ կերպ, չէր կարողանա եւ չէր անի այդ հարձակումը եկեղեցու նկատմամբ։ Կարճ ասած, բացի ամեն ինչից, այս իմպիչմենտի գործընթացը իմ կարծիքով նաեւ կարևոր դեր ունի եկեղեցուց հարվածները հետ եկեղեցուն այս խայտարակ հարվածներից հետ պահելու առումով։ Ընդ որում հարվածները առանձնապես չեն էլ սկսել, այդ էլ ասեմ։ Սա նախապատրաստական փուլ եմ ես համարում։ Ես համարում եմ, որ հնարավոր է լինեն օրենսդրական նախաձեռնություններ, քրեական գործեր եւ այլն եւ այլն եւ այլն։ Այսինքն ես համարում եմ, որ եկեղեցու նկատմամբ այս հարձակումը այս պահին նախապատրաստական փուլում է դեռ գտնվում եւ այս գործընթացը ինչքան շատ ընդդիմությունը կպնի, նաեւ ունենալու է այն էֆեկտը, որ եկեղեցու նկատմամբ հարվածները ոնց որ դուրս են բերվելու։ Այս սովորական ռազմական գործողությունների մասով չէ, մենք այս ռուս-ուկրաինական պատերազմի սվոտկաներին որ հետևում ենք, տեսնում ենք, որ այստեղից ռեզերվները հանեցին այնտեղ տարան, այստեղից բերեցին այստեղ, երբ որ ոչ մի գործողություն չկա, պարզա որ հակառակ կողմը կարող է պլանավորել եւ իրականացնել խոշորամասշտաբ օպերացիաներ։ Եվ այս հենց խոշորամասշտաբ օպերացիա էր նիկոլականների կողմից իրականացված, որի ֆոնը այն էր, որ տիրապետող էր առաջին հոսանքը, այսինքն եկեք սպասենք 2026-ին ոչ մի բան մինչև այդ դուրս չի գա պայմանական անունով հոսանքը։ Իսկ մյուս հոսանքը, որի դրսևորումներից մեկը իմպիչմենտն է, կարևոր դրսևորումներից մեկը իմպիչմենտն է, նաև զրկելու է մանևրելու հնարավորությունից, զրկելու է նոր նախաձեռնություններ իրականացնելու հնարավորությունից։ Համաձայն ես մի երկու համաձայն եմ եւ երկու ռեպլիկա անեմ, ուղղակի կարող է պատահի քո ասածի մեյնսթրիմի մեջ չի, ուրեմն առաջինը հմեկին դու հիշատակեցիր, ես այսպեսի տպավորություն ունեմ, ես ուզում եմ որ հետո հերվից եմ խոսում, ուզենայի դու դա հաստատեիր կամ ժխտեիր։ Ինձ թվում է հմեկը այլևս չի աշխատում անգամ նիկոլական զանգվածի վրա, որովհետև կա ասենք մի 10-15% նիկոլիստներ եւ հմեկի ամբողջ աշխատանքը առանձնապես չի ավելացնում կամ չի պակասացնում այս զանգվածը։ Թվերը տնենք մի կողմ, լավ, ուզում ասեմ, որ կա մի կայուն զանգված, որը որ չի փոխվում։ Եվ իմ տպավորությամբ, ուրեմն հմեկի հիմնական թիրախը, հիմնական հանդիսատեսը Իլհամ Ալիևն է։ Եվ հմեկը աշխատում է այդ մի հանդիսատեսի համար, այդ մի ուրեմն դիտողի համար, որ հմեկի միջոցով անընդհատ Նիկոլը մեսեջներ է ուղարկում Ալիևին, որ տես, ես պատրաստ եմ, ամեն ինչ կանեմ, խնդրում եմ, ուր որ գնաս հետդ կգա։ Հա, մոտավորապես այդպես։ Սա մի ռեպլիկներ ուրեմն Հայաստանի լրատվական դաշտի հետ կապված, հա։ Եվ երկրորդը ես ուզում եմ մի ֆուտբոլային անալոգ բերել, գիտես, այդ
երբ որ ընդդիմության եւ իշխանության հարաբերությունների մասին դու նկատեցիր ազգային ժողովում, սա մի քիչ նման է, գիտես, այդ ֆուտբոլային խաղի վերջին, երբ որ ուրեմն ինչ որ մեկը հաղթում է եւ ասում եք ժամանակ է ձգում, չէ՞, նույնիսկ դրա համար երբեմն դատավորները քո իմացած դատավորները, մրցավարները, ներողություն, մրցավարները երբեմն նկատողություն են անում, որ այսինքն մարդիկ վստահ են, որ իրենք հաղթում են, ընդհանրապես պետք է սպասել, որ այդ 90 րոպեն ավարտվի։ Հիմա ցավոք ընդդիմությունը չի հաղթում, ակնհայտորեն իմ համար ընդդիմությունը չի հաղթում եւ նրա կողմից այդ ժամանակ ձգելը մի քիչ իմ համար անհասկանալի է քո նշած այդ առաջին մոտեցման դեպքում։ Դե հա, հիմա մենք տարբեր գնահատականներ կարող ենք տալ, օրինակ, չգիտեմ, այստեղ հաղթել չհաղթելը մի կողմ, այնց ստոր բաներ են անում։ Ասենք Լևոն Քոչարյանի պես հավասարակշիռ մարդիկ կարացան, այդ սրիկաները կարացան հավասարակշռությունից հանել։ Եվ այլն։ Այստեղ ոչ այնքան հաղթել պարտվելու գործոնն է, այլ այն է, որ դա արդեն մի տեսակ դարձել է արդեն կներեք ոչ շատ հետաքրքիր, որովհետև նույն բանն է, էլի, սենց ինչ որ սուր հարցեր, երկու անգամ ավելի վատ պատասխաններ, հարցերի հետ կապ չունեցող, այսինքն դու ինչ հարց ուզում ես տաս, ինքը իր երկն է երկելու, արջը 7 երկ ունի, 7-ն էլ չգիտեմ, կոռուպցիայի մասին, նախկինների մասին, այս ինչի մասին նախկինների ժամանակ, ինչ որ, այսինքն դա չի ծառայում իր նպատակին։ Դու հարցը տալիս ես, պատասխան չես տալու։ Եվ այս տեսանկյունից եմ ես ասում, արդեն ինչ-որ ստանդարտ բան է դարել, ոչ շատ հետաքրքիր իմ կարծիքով։ Այո, օրինակ իմ կողմից շատ հարգված մարդիկ, ովքեր որ այս մոտեցման որոշ առումով կողմնակիցներ են, ասում են, կարևորը որ աշկերի մեջ նայելով ասածը տասես։ Այդ մոտեցումներ կա։ Okay, չգիտեմ, okay, կարող է դա էլ է կարևոր։ Բայց դա կարա լինի երրորդ գործիք է, էլի, երրորդական գործիք, եթե դա դառնում է քաղաքական process-ի հիմնական բաղադրիչը, այտենց մի տեսակ այն չի։ Դա այտենց չի ստացվում, այտենց մանր բան է իմ պատկերացմամբ քաղաքական գործընթացի տեսանկյունից, այսինքն այսպիսի բանը չպետք է լինի հիմնականը, հա, դա կարող է օժանդակ ինչ-որ մի բան լինի։ Եվ դրա համար էլ հնարավորություն է ստանում Նիկոլը ցանկացած օպերացիա պլանավորել եւ իրականացնել, եթե մենք հիմա նայում ենք այս 10 օրվա գործողությունները, պլանավորված գործողություններ են, պլանավորված, ինձ թվում է տարբեր սցենարներով, իրանք, օրինակ, եթե եկեղեցին ավելի կոշտ հայտարարություն աներ, նրանք հաստատ դրա սցենարը ունեին, ավելի մեղման են, դրա սցենարը ունեին, պլանավորված են սիրուն գործողությունները գնում են, նորից եմ ասում, սա տեղեկատվական մասը, շուտով մենք կտեսնենք նաև կոնկրետ իրավական քաղաքական գործիքներ։ Օրենքի նախագծում տպավորությունն է, որ սա պլանավորված է Ալաշեկյանի հետ միասին։ Հա, դա չի քննարկվում, բնականաբար։ Ես նաև չեմ բացառում, ասես պատկայով դեմները դրել են, ասել են, տեսեք, հեսա ձեր օպերացիան մի հատ հələ նայեք, երևի հնարավորություն տվել են։ Եթե ինչ-որ կորեկտիրովկաներ անելու բաներ ունեք, այնտեղ չգիտեմ, այս մի բառը կամ այս մի տառը, եթե մի քիչ հետո առաջ եք տալու, մենք դեմ չենք։ Բայց այս պապկի մեջ նայեք ձեր գործողությունները պլանավորված, ես հեշտ չեմ բացառում, որ տենց էլ հենց եղել է։ Ու անպայման ընդ երևի գրած է եղել։ Ամսի 6-ին անպայման շնորհավորել մեր ժողովրդի, այսինքն իրանց ժողովրդի կազմողների տեսանկյունից տոնը։ Դրանից առաջ անպայման Գարեգին Վեհափառին հերթական նվաստացուցիչ բանը Facebook-յան պոստ անել։ Վստահ եմ, որ նման մի բան լինելը ընդհանրապես բացառված չի։ Գիտես, շատ հետաքրքիր պահ կա այստեղ, որ ուրեմն ինչ որ հիստերիկ արտահայտություններ են արդեն նկատվում այդ իշխողների մոտ, եւ դա կապված է մի կողմից իհարկե կապված է նրա հետ, որ իրենց են հիշատակում ուրեմն կոռուպցիայի մեջ, այսինքն սա այն հիմնական զիուկը, հա, այ որով ուրեմն նա ծիծի պայտեցի էր խաղում, չէ կոռուպցիա ասելով, հիմա ուրեմն ցույց է տալիս, որ դու ես կոռուպացված եւ ուրեմն հիստերիան այ դատի եք տալու չէ, որում խոսքը գնում էր ոչ թե մեր ուրեմն վկստացող դատավորներով, այլ ինչ որ Ֆրանսիայի ես լրատվամիջոցի ուզում դատի տա, բնականաբար դատի չի տա,
Երբ որ ուրեմն նա սկսեց խոսալ եկեղեցականների կողմից իբր թե ապարկեշտ գործողությունների մասին, հրապարակում եղավ, որ նմանատիպ ապարկեշտ գործողությունների մեջ է նկատվել նաև նույն ինքը Նիկոլ Փաշինյանը, էլի կրկին ուրեմն հիստերիա, փաստորեն դատի կտանք այդ թերթին եւ այլ խնդիրների մասին որ պետք է ուղղակի դեմը առնել, թույլ չտալ անընդհատ նա այս ամեն տեսակի Այդ ցավը դեմը առնելու մի ձև կա։ Այդ աթոռը ազատել իր ներկայությունից։ Ուրիշ ձև կա։ Այդ մասին եմ ասում։ Այլ ոչ թե սпасել, թե սա ուրեմն մինչև 26 թիվը անընդհատ պետք է ուրեմն Երկիր կմնա, չի մնա։ Էսա։ Երկիրը անունը կմնա, բովանդակությունը կփոխվի։ Մի խոսքով, իդեպ դատավորներին դու հիշատակեցիր։ Էդ էլ էի մտածում։ Այս օպերացիան, որ եկեղեցու դեմ իրականացվում է, շատ հատկանիշներով նման է դատական իշխանությունը գրավելու իրենց օպերացիային 2019-20 թվականներին իրականացված շատ նման է եւ օրինակ հիշում ես ինչպես եղավ այդ Ավրորայի զալպը ոնց եղավ մի հատ չլսված արտահայտություն օգտագործելով մի հատ տաբուկ հանդող արտահայտություն օգտագործելով միանգամից ուշադրությունը գրավել թեմայի վրա այնտեղ դա վնգստացող դատավորներ արտահայտություններ այստեղ այդ զզվելի սեռական գործողության հետ սեռական գործողություն արտահայտող բառեր դրանից հետո անընդհատ պլանամերնը այսպես արատավորելու եւ այլն գործողությունները եւ հետո արդեն օրենսդրական փոփոխությունների գործիքներով ինչ որ տարբեր բաներ ուշադրություն դարձնենք որ մի գործիք կա որ իրանք չեն օգտագործում ամբողջ ծավալով դա ժողովրդի գործիքն է որովհետեւ արդեն չունեն այդ ռեսուրսը ինչ արեցին 19 թվին շրջափակեցին դատարանների շենքերը եւ դա կարեւոր դեր ունեցավ այդ օրը երբ որ դատական իշխանության պատասխանատուները իրենց դրսևորեին իսկապես այնպես ոնց որ պետք է դրսևորեին շանս կար որ այս օպերացիան մինչև վերջ չհասներ բայց ցավոք սրտի առանձնապես հայտարարություններ չեղան բարձրագույն դատական խորհուրդը այդպես մեծ հաշվով լռությամբ դա մատնեց եւ տենց էլ սիրուն ձևով իրանք խնդիրը լուծեցին ակնհայտ է որ սցենարային առումով երևում է որ որոշակի ազդեցություն ունի այդ օպերացիան այս օպերացիայի վրա բայց մենք տեսնում ենք որ հենց մենակ են որ այդ ինչ որ ժողովրդական գործողություն չեն անում դա ցույց է տալիս որ իրանք էլ են տեսնում որ այդ ռեսուրսը չունեն են գնել էր անունը ինչ էր մի հատ դերասան կար ոչ ոք նրան գործուղեցին գնաց Գյումրիի կողքի եկեղեցում անվայելուչ մեր մասում շատ վարքագիծ դրսևորեց Մարմաշենում միակ դրսևորումը կարծեք թե այդ էր ու այնպես չի որ դա իրան տենց հաջողվեց հաջողություն չունեցան հա որևէ շարունակություն էլ չունեցավ որևէ աջակցություն էլ չեղավ իդեպ մենակ չէր եկել դե ես հաջորդ օրը գնացի եւ տեր հոր հետ խոսեցի տեր Փարենի հետ իդեպ եթե դիտում է ողջունում եմ շատ այսպես ասում չկա չարիք առանց բարիքի ուրախ եմ որ առիթ եղավ իր հետ ծանոթանալու շատ պինդ մարդ շատ լավ եւ հոգեվորական ջերմություն ճառագող եւ պարզա թե ինչ են սիրում իր այսպես եկեղեցու անդամները հա եւ մի խոսքով շատ ուրախ եմ որ իր հետ ծանոթացա եւ խոսեցինք շատով էին եկել ես չի որ մենակ գնելներ մի քանի հոգով էին եկել ամեն դեպքում այս գործիքը տենց առանձնապես չեն օգտագործում եւ ես մի քիչ զարմանում եմ անկեղծ ասած շատ անկեղծ ասեմ մի քիչ էլ փորձեմ տենց ձևակերպումներից մեջ ասես կոռեկտ եմ բայց մի բան էլ ավել կոռեկտ լինեմ զարմանում եմ թե ինչու օրինակ եկեղեցին չի նախաձեռնում ինչ որ ժողովրդական միջոցառում խաչերթ օրինակ կարող է լինել այդպես հիանալի գաղափար կարող է լինել չգիտեմ հույս ունեմ որ շուտով հունիսի վերջերին Սուրբ Էջմիածնի տոնն է այդ օրը հույս ունեմ որ մի բան կկազմակերպվի որովհետև դա ես շատ կարևորում եմ նաև մենք հնարավորություն ունենանք ցույց տալ որպես հավաքականություն եկեղեցու հետ լինելը եկեղեցու կողքին բառը չօգտագործեմ եկեղեցու մեջ լինելը եկեղեցու հետ լինելը որտեղ եկեղեցու կողքինը սխալ է որտեղ մենք եկեղեցու անդամներ ենք ինչ նշանակում եկեղեցին ենք այո մենք եկեղեցին ենք մենք որպես եկեղեցի հա լավ էլ ասացիր
ցույց տանք մեր վարքագիծը, մեր վերաբերմունքը այս ամեն ինչին։ Մեծ հույս ունեմ, որ այդ հնարավորությունը մեզ կտրվի։ Նորից ասեմ, արդեն այսօրվա մեծ տոնը հոգեգալստի տոնը ավարտվեց, բայց շուտով եւս մի շատ մեծ կարևոր տոն ունենք, Սուրբ Էջմիածնի տոնը, եթե չեմ սխալվում, այդ օրը այն օրն է, երբ որ վերահաստատվել է Մայրաթոռը Էջմիածնում, տարբեր դեգերումներից հետո հիշում եք, 2000 կարծեմ 400 քանի թվականին 41 էր որն էր վերահաստատվել եւ մինչեւ այսօր Էջմիածնում է եւ մենք պետքա կարծում եմ այս առիթը լավ կլինի, որ օգտագործվի այսպես։ Հիմա տես դու խոսեցիր ուղղակի իրար աչքերի ճշմարտությունը ասելու մասին, չէ՞ ազգային ժողովում։ Այո։ Այս օրերի շատ հետաքրքիր նման process է գնում նաև այստեղ Միացյալ Նահանգներում։ Հա։ Սպասի մի վայրկյան։ Այս Թրամփի ու Մասկի բանն ես ասում։ Այո։ Շատ լավ է։ Դրանից էլ խոսենք։ Ես չեմ հասկանում, չէ՞, ասատենանք էդ ինչ է։ Դες պաստորեն իրար հետ հիմա գշտվել են նախկին, ինչ ասեմ, քույր ու եղբայրը, հա, իրար շատ մոտիկ հարազատ մարդիկ, ուրեմն աշխարհի ամենահարուստ մարդը, Էլոն Մասկը, եւ աշխարհի ամենահզոր մարդը, ուրեմն նախագահ Թրամփը։ Պաստորեն էլի ինչ են ասում, էլ քաչարշոն, հա, էլ գողփիսո, էլ քաչալշուն, հա։ Այս հարաբերություններ են, հա, դարձել այդ շատ։ Այ քեզ բան։ Ինչ է լինում, ուրեմն Մասկը մեղադրեց, ասեց, եթե իմ տված 300 միլիոն փողը չլիներ, նախընտրական ընթացքում, հա, ուրեմն դու չէիր դառնա նախագահ, հա, այս ամեն ինչի շնորհիվ դու դառար, ու ժամանակին իհարկե լավ գնահատեց Թրամփը նրան եւ Մասկին ասում են, որ աշխարհի ամենահզոր չընտրված ղեկավարներից է նա, ղեկավարն է։ Բայց հիմա ինչ եղավ։ Հիմա ինչ եղավ, ուրեմն խնդիրներ առաջացան, ամբիցիաները շատացան Մասկի եւ նա սկսեց կոշտ քննադատել, նաեւ ուրեմն երևի թե ներքի խնդիրներ կային, որովհետեւ նա իրավունք ուներ 130 օր լինել իշխանության մեջ, որպես ոչ չընտրված, որպես մասնավորած, սենատոր չհաստատված, հա։ Եվ նա կարծես թե խնդրել էր Թրամփին, որ ավելացնի իր լիազորությունների ժամկետը, Թրամփը չէր համաձայնվել մի քանի պատճառով, նախ նա չէր կարողացել ցույց տալ իր ասածների էֆեկտիվությունը, այսինքն նա խոստացել էր կարծեմ մինչև 2 տրիլիոն կրճատել բյուջեի դեֆիցիտը, դրա 2-3%-ի չափով էլ չէր կարողացել ուրեմն անել իր ասածը։ Երկրորդ նրա ուրեմն իմիջը խիստ ոչ պոպուլյար է, բավականին շատ են, Մասկի, հա, եւ Թրամփը զգում էր, որ երբ որ նա Մասկի իր կողքն է, դա ազդում է նաեւ իր իմիջի վրա, եւ այդ առումով փորձեց հեռացնել իրենից, եւ իր պնդմամբ, Թրամփի պնդմամբ, երբ որ ուրեմն անցավ կոշտ խոսքերի, Մասկը նա ուրեմն չարաշահում էր թմրանյութերի օգտագործումը, եւ դրա համար այդքան անհավասարակշիռ եղել, հա։ Եվ հիմա ուրեմն սպառնաց այս ամեն ինչից հետո, որ այդ հսկայական սուբսիդիաները, որ տրվում են Թրամփի Մասկի բիզնեսին, այդ պետական բոլոր ուրեմն այդ կոնտրակտները հնարավոր է, որ այդ ամեն ինչը չեղարկվեն։ Իսկ ուրեմն դրա դեմ Մասկը փաստորեն գնաց շատ կոպիտ, ուրեմն Թրամփին մեղադրեց մանկապարտության մեջ։ Լավ է։ Մանկապարտության մեջ շատ հայտնի է Էփշտեյնի սկանդալի հետ կապված, ուրեմն Թրամփին բոլոր տեսակի ուրեմն հնարավոր մեղադրանքները նա անուղեց, հա։ Արդյունքում երկուսն էլ աղքատացան։ Ուրեմն ըստ որոշ տվյալների Թրամփը աղքատացավ շուրջ 1 միլիարդով, նրա արժեթղթերը կան, Մասկը աղքատացավ շուրջ 35 միլիարդով, հիմա ենթադրեք Տեսլայի արժեթղթերը գտնվում են պարզապես
լացելու վիճակում, շատ սարսափելի վիճակ է, հա։ Բայց երեք ինչ-որ խոսում էին, այն օրը իրար հետ ինչ-որ տենց երես-բերես էին անում, հա, ոնց որ թե։ Չեմ կարծում, թե Թրամփը ասում է, որ իրեն հետաքրքիր չի իրեն նրա հետ խոսելը։ Ուրեմն կոչ արեց էլի Հայաստանի հետ անալոգ, Մասկը կոչ արեց գնալ impeachment-ի, Վայ քո արա, այդ աշճան։ հա, եւ առաջարկեց ուրեմն այդ փոխ նախագահ ուրեմն DJ-ին դնել, Հա, Վենսի տեխնացությունը, հա։ հա, DJ Վենսի տեխնացիան դնել, հա, Վենսը իհարկե մերժեց, այստեղ խառնված են քաղաքական կուսակցությունները, հանրապետականները իհարկե հիմնականում Թրամփին են օժանդակում, դեմոկրատներին խոստացավ, որ այս հրանից հետո ես հիմա դեմոկրատներին փող կտամ ու նրանք կհաղթեն Թրամփին, Մասկը խոստացավ, եւ ի վերջո ուրեմն այսօր նա հայտարարեց, որ հիմնադրելու է իր կուսակցությունը, Մասկը, որը կոչվելու է, հա, որը կոչվելու է Մասկ։ Ամերիկա, չէ, Մասկը Հայաստանում է, այստեղ Մասկի կուսակցությունը կոչվելու է Ամերիկա։ Հայաստան դաշինք։ Մոտավորապես։ Ես չէ, ասեմ քեզ, որ իսկապես այստեղ թարմ քաղաքական մտքերի եւ թարմ քաղաքական ստրուկտուրաների կարիք կա, որովհետեւ մենք տեսնում ենք, որ դեմոկրատական կուսակցությունը պարզապես արդեն փթել է, պարզապես ինչ ասեմ, degenerate, հա, ոնց ասեմ, այլասերվել է, հա, դեգրադացվել, հա։ Հա, այս վիճակում է գտնվում, իսկ ուրեմն հանրապետական կուսակցությունը այսօր փաստորեն զբաղված են բոլորը ուրեմն Թրամփին գծմելով եւ որևէ ուրեմն ներկուսակցական ժողովրդավարության մասին խոսք չկա այնտեղ եւ այս ամեն ինչը պարզապես իշխանություններին հեռացնում է ժողովրդից։ Բայց ուրեմն Մասկը նա չի կարող երրորդ ուժ հանդիսանալ, որովհետեւ նախագահ լինել չի կարող, չէ՞։ Չէ, նախագահ լինել, հա, իդեպ մի հատ կարևոր բան էր, որ ուրեմն առաջարկեցին, որ ուրեմն քանի որ Մասկը անօրինական միգրանտ է եղել, նրան արտաքսել Ամերիկայից։ Իսկ չէր կատարվում, հաջորդ չհետևեցիք Ամերիկայի իրադարձություններին, սա խառնվեց իրար, էլ։ Այ քեզ բադ։ Բայց դե ուրեմն նա չի կարող առաջնորդ լինել, ես ներողություն չասեմ, որովհետև նրա մոտեցումները, նրա ունեցած ուրեմն ժողովրդականությունը լրիվ այլ ուղղվածություն ունի, դա այդ հիմնական սեգմենտին, որ այս երկու քարի արանքում է մնացել դեմոկրատական հանրապետական, նրանց համար գրավիչ չի։ Հա, հասկացա։ Լավ չէ պատկերացնում, բայց ամեն դեպքում ասեմ, нам бы ваши проблемы, էլի, որտեվ Դե չէ, ասում ես, հիմա մարդը հաշվով ես, մեջի մեջ կարողա նոր ճշմարտություններ ծնվեն, ինչ իմանանք։ Բայց մարդը մի օրում 35 միլիարդ փող կորցրել, դա ասում ես ваши проблемы։ Հա, բայց ինչքան ունի 35 միլիարդ կորցրելը։ Մի 10 կան ունի։ Այո, աղաս ջան։ Հայաստանի մասին խոսելուց մենք գիտենք վտանգները որոնք են։ Մենք գոյության վտանգի առաջ ենք կանգնած։ Հիմա չգիտեմ, դրա համար էլ ասում եմ нам бы ваши проблемы։ Եվ այդ գոյության վտանգը ունի ուրեմն մի անուն, այդ անունը Նիկոլ Փաշինյանն է։ Այդ անունը Ալիև չի, այդ անունը Էրդողան չի, այդ անունը Նիկոլ Փաշինյանն է, որը ուրեմն այդ վտանգները սարքում է եւ այդ վտանգները ամեն օր ավելի է մեծացնում։ Եվ այս առումով իհարկե նրան օր առաջ հեռացնելու խնդիրը մնում է ուժի մեջ, երևի այդ է ուզում ասել, չէ՞։ Դες մեր 28-րդ թողարկումը հետաքրքիր ստացվեց առնվազն մեր համարային առումով, որ հենց անմիջապես մեր հաղորդումից առաջ մենք տեղեկացանք պաշտոնապես, որ տեղ է ունեցել ֆրակցիայի նիստ, պատիվ ունեմի միաձայն որոշվել է առաջադրել Դավիթ Համբարձումյանի տեխնացությունը, շատ ինձ թվում է հետաքրքիր սկիզբ կարող է լինել կարևոր փոփոխության, նորից ասեմ, այդ ամեն ինչի հետ մեկտեղ մի քիչ էլ այդ սիմվոլիզմն է ինձ գրավում, այդ Դավիթի եւ Գողիաթի, որովհետեւ այն ժամանակ էլ չէ, որովհետեւ մեկի մտքով չեր անցնում, որ այդ փոքրիկի
երեխա կարող է այդպիսի մեծ հսկայի հարցերը լուծել, բայց իհարկե տարբերությունը նա է, որ առաջին Դավիթը լուրջ փորձառություն ունեցող մարդ է, իր բազմաթիվ անգամներ իր պնդությունը, իր հայրենիքի նվիրվածությունը ցույց տված մարդ է, ամենակարևորը կարծում եմ բոլորս, ես իմ անունից ասեմ, ամենայն դեպս ես ամեն կերպ փորձելու եմ բոլոր հարցերով Դավիթի կողքին լինել, չգիտեմ, ինչով որ հնարավոր լինի, որովհետև վստահ եմ նա դառնալու է նիկոլական հարձակման հերթական թիրախ։ Եվ մի բան էլ ասեմ, որ մարդկանց մոտ տպավորություն չլինի, որ իմպիչմենտի գործընթացը դա միայն իրավական գործընթաց է։ Սա առաջի հերթին քաղաքական է, այս պահին 7 ստորագրություն կա, կարծում եմ որևէ խոչընդոտ չեմ տեսնում նաև մյուս ընդդիմադիր պատգամավորները, որպեսզի ավելացնեն իրենց ստորագրությունները եւ դրանից հետո սկսի քաղաքական գործընթաց, իսկապես սկսի քաղաքական գործընթաց, ինչպես է հնարավոր մյուսների հետ կապված կոպիտ ասած լեզու գտնել։ Եվ օրինակ տես, հանկարծ ու Նիկոլը բերեց ինչ որ պարլամենտում հակաեկեղեցական օրենք։ Պատկերացնում ես, այս գործընթացը ոնց կարող է նպաստի նրան, որ դա տրիգեր օգտագործվի ինչ որ հարցեր լուծելու համար, որտեղ արդեն կա այս գործընթացը։ Այս է կան։ Ես ուզում եմ ասեմ, որ բացի քաղաքական կոմպոնենտից ունենալու է շատ կարևոր ժողովրդական կոմպոնենտ, այսինքն այս ամեն ինչի մեջ բոլորի մասնակցությունը ակտիվ, ուրեմն քաղաքացիները, չգիտեմ, իրենց տեսակետների արտահայտությունը, իրենց բողոքի արտահայտությունը արտահայտելու հնարավորություն են ունենալու, եւ սա լինելու է իմպիչմենտի ամենակարևոր կոմպոնենտը, ուզում ասեմ, քաղաքական ուժերը, հա, ինչ որ բանակցությունների բանի մեջ են, բայց հիմնական խնդիրը ես կարծում եմ լինելու է ժողովրդին է։ Ինչ որ նոր լույս ցույց տալ ժողովրդին այս դեպրեսիայի վիճակից դուրս բերելու համար։ Դե ինչ, դրական նոտայով ավարտենք այսօրվա մեր 28-րդ թողարկումը, հիշեցնենք մեր հարգելի դիտողներին, որ կարող են լայք դնել, մեկնաբանություններ թողնել, մենք անպայման դրանք կարդանք, օրինակ Թրամփի եւ Մասկի հետ կապված հետաքրքիր է ինչ եք մտածում եւ նկարագրությունում նշված եղանակներով անտիֆեյքի թիմին օգնելու մասով։ Իսկ մենք հանդիպենք ինչպես միշտ Կիրակի օրը 20:00 Երևանի ժամանակով 9 AM, չէ, ճիշտ եմ ասում, 9 AM Ամերիկայի ժամանակով։ Խաղաղօվկիանոսյան կամ Կալիֆոռնիայի ժամանակով։ Դե մինչև մյուս Կիրակի։ Ստեսություն։